ամեն երկիր ունի իր զինված ուժերը, բանակը, որպեսզի իր դեմ հայտարարված պատերազմին կարողանա դիմակայել։ Եվ այդ մրցավազքը զինվելու, զենքերը արդիականացնելու շարունակվում է։ Ամեն տարի տրիլիոն դոլարներ են գործածվում, ներդրվում, նոր զինատեսակներ մեջտեղ բերելու և ռազմական ուժի գործոնը շատ գլխավոր դեր է կատարում, ասենք, մի պետություն, որ զինվում է և արդիական զենքեր ունի, առավելություն է ստանում իր հարևանների նկատմամբ, տարածաշրջանում և հաճախ այդ ուժն է, որ կամք է թելադրում։ Իսկ եթե զինված ուժերը 80-ական թվականների զենքերով են կռվում, այդ ժամանակ հույսը ում վրա պիտի լինի, 18 տարեկան զինվորի հերոսության վրա, որ իր կյանքի ուժով, իր կյանքի գնով պահպանում է այդ սահմանները։ Այսօր աշխարհում շատ թշնամացած հակամարտող կողմեր կան։ Մի շատ երկրներում կառավարական մակարդակով հարց է դրված, որ զինակոչ անեն նաև կանանց, աղջիկներին։ Զարմանալի է թվում, չէ՞։ Իսրայելը դրա օրինակը ունի և մյուսներն էլ մատնացույց են անում, նրան ասելով, որ գիտեք, նրանք որ ունեն, մենք էլ կարող ենք այդ բան անել։ Աստված հռչակեց, որ կինը այլ մարդու օգնականն է։ Եվ սա մենք ուզենք կամ չուզենք, փաստ է, որ կինը իր կառուցվածքով ֆիզիոլոգիական չի կարող տղամարդուն հավասար լինել, որովհետև տղամարդը առնական է, մկանոտ է, բայց կինը այդպիսին չէ, թեև բացառությունները լինում են և ժողովրդական խոսքով ասած կան նաև ղզողլաններ։ Պատկերացրեք հայ երիտասարդ աղջկան զենքը ձեռքին ազերի հրոսակի առջև։ Այդ որ ծնողը կհանդուրժի, որ իր աղջկան տանեն բանակ, զենքը ձեռքը տան կռվելու համար։ Ինչ պիտի անեն։ Պիտի աշխատեն, որ իրենց աղջիկներին ազատեն այդ բանակի ծառայությունից։ Ինչպես կաշառակերությամբ, հա? Պիտի ծաղկի կաշառակերությունը, այ քեզ պայքար կոռուպցիայի դեմ։ Աշխարհը իր գործեր ունի, աշխարհը իր ընթացք ունի, իր պատերազմ ունի, բայց կա պատերազմ նաև հոգևոր դաշտում։ Թշնամին հայտնի է, պայքարը անտեսանելի է, պայքար մղվում է երկու ճակատով, արտաքին և ներքին։ Թշնամիները երկուսն են, մեկը ով սատանան է 100%-ով, իսկ մյուսը մարդու անձը, որ սատանայի հետ գործակցում է, նրա գործակալն է, նրա գործիքն է։ Ամեն ճշմարիտ հավատացյալի համար հայտարարված պատերազմ կա չարի կողմից։ Այն օրը, երբ որ մեկը իր սիրտը տալիս է Քրիստոսին, այդ պահից սկսած նա ընդգրկվում է այդ պատերազմական գործողությունների մեջ։ Անտեսանելի է այդ պատերազմը, բայց փաստ է, որ այդ գործողությունները կան։ Սատանան այդ մարդու համար առաջ էլ կար, ուզեր թե չուզեր, իմանալով կամ չիմանալով, իր անձն էլ առաջ կար, բայց հիմա երկուսն էլ իր դեմ դուրս եկան, որովհետև նոր մարդ է ծնվում և ամբողջ պայքարը ուղղված է այդ նոր ծնված մարդու դեմ։ Խոստովանություններ շատ են եղել, մարդիկ ասել են, որ նախքան ապաշխարությունը մենք ավելի հանգիստ կյանք ունենք, բայց հենց որ ապաշխարեցինք, այս ինչ փոթորիկներ եկան մեր կյանքի մեջ։ Դա պիտի ընդունենք որպես բնական մի բան, այդպես էլ պիտի լիներ։ Տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում, Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-9 համարները։ Արթունկեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան
Մռնչող առյուծի պես կպտտի եւ կփնտրի թե ում կուլ տա։ Նրան դեպ կեցեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Սատանան ներկայացվեց որպես մռնչող առյուծի պես։ Առյուծը կենդանական աշխարհում թագավոր է։ Սատանան առյուծ չէ, առյուծի պես իրեն ցույց է տալիս, բայց ինքը բորենից ավելի չէ։ Եվ նրան դեմ կեցեք հավատքով եւ ձեր եղբայրներն էլ նույն պայքարի մեջ են։ Հարձակումը, պատերազմը, պայքարը երկու ձևով է գալիս։ Սատանան այսպիսի գործելակերպ ունի՝ ուղղակի ձևով, խորհուրդներով։ Եվ այդ խորհուրդները այնքան կարող է ծանրացնել, եթե մեկը թույլ գտնվի եւ իր միտքը անպաշտպան է, Աստծո խոսքով գոտեվորված եւ հաստատված չէ, անպայման այդ խորհուրդները կընդունի իր մեջ, սատանան կխորացնի, կհասցնի միջև դեպրեսիայի վիճակի, ընկճվածության, իսկ եթե այդտեղ էլ չստափվի, անգամ ինքնասպան, ազնասպան լինելու գաղափարներ նրա մեջ կարող է բերել։ Երկրորդը նրա գործելակերպի մեջ անուղղակի հարձակումներն են եւ սրա համար սատանան գործածում է անհատների, մարդկանց։ Հանկարծ կտեսնես, որ ոչինչ բան չկար, բայց վիճաբանություն ստեղծվեց։ Հա? Տարբեր տեսակի հարձակումներ, անտեղի անարգանք եւ հալածանք կրելով, արհամարանք, սատանան մարդկանց գործածում է Աստծո որդիների դեմ եւ Աստծո խոսքը ասում է. սատանայի գործերը չիմացող մի եղեք, իմացեք, հասկացեք, որտեղ է արմատը, որտեղից է գալիս հարվածը։ Մենք այս փաստը պիտի լավ գիտակցենք, որ այդ պատերազմը կա։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրած իր նամակի մեջ ներկայացնում է նաեւ հավատացյալի կոչումները, ինչպես օրինակի համար այդ կոչումներն են տարբեր, մրցորդ, երկրագործ, բանվոր, ծառա, նաև զինվոր։ Մենք Քրիստոսի կողմից զինվորագրված ենք այս պատերազմի մեջ։ Քրիստոս մեր միակ առաջնորդն է, մեր միակ գեներալն է, շատ ճիշտ է։ Ինքն է առաջնորդում այդ պատերազմի մեջ։ Աշխարհը իր պատերազմ ունի։ Աշխարհի բանակներում էլ գեներալներ կան, ովքեր ասենք ռազմական կրթություն են ստացել, գիտակից մարդիկ են, զարգացած անձնավորություններ են, այդ կոչումը ստացել են։ Բայց պատկերացրեք, մեկը, որ ռազմական կրթություն չի ստացել, անկիրթ, անգրագետ մեկն է եւ գեներալ լինի։ Նրա առաջնորդությունը ինչ պիտի լինի։ Ոչնչություն։ Ընդհակառակը գայթակղությունների առիթ պիտի տա։ Երկու եկեղեցի կա։ Առաջինը հաղթանակած եկեղեցին է, նրանք ովքեր որ Քրիստոսով ննջեցին եւ ներկայիս Տիրոջ ներկայության մեջ են։ Հաղթանակած այս պատերազմը նրանք ավարտեցին։ Եվ երկրորդը պատերազմող եկեղեցին է։ Նրանք ովքեր որ դեռ ողջ են եւ այս պատերազմի մեջ ընդգրկված են։ Պայքարի ժամկետը որքան։ Հիմա երիտասարդին կանչում են բանակ ծառայելու, զորակոչ է լինում, չէ՞։ Քանի տարի է ծառայում։ 2 տարի, որոշ երկրներում 3 տարի է։ Բայց այս պատերազմը, այս ծառայությունը, որին մենք կանչված ենք, մինչև մեր կյանքի վերջը։ Ինչ զենքեր ունենք պատերազմի համար։ Տեսնենք, թե Աստծո խոսքը մեզ ինչ է ասում, 2 Կորինթացիս 10-րդ գլուխ 3-ից 5 համարները։ Քանզի թե պետ մարմնով կքայլենք, բայց ոչ թե մարմնավորապես զինվորություն կանենք։ Վասնզի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա Աստծուց զորություն առած ամրոցներ քանդելու։ Մենք խորհուրդներ կքանդենք
ու Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բարձր բաները եւ բոլոր մտքերը Քրիստոսին կհնազանդեցնենք եւ գերի կանենք։ Մենք մարմնավոր զենքեր չունենք։ Ավտոմատ, տանկ, ինքնաթիռներ ռազմական եւ այլն, այդպիսի բաներ չենք գործածում, բայց գործածում ենք Աստծո խոսքի զորությունը։ Եվ Աստծո դեմ հպարտացած բոլոր գաղափարները կարող ենք փուչի անել Աստծո խոսքի միջոցով։ Արդյունավետ պայքարի եւ հաղթանակի համար շատ կարեւոր է ճանաչելը թշնամուն։ Ով է նա? Սատանան, այդ նենք արարածը, նախկին հրեշտակապետը, որ հպարտության պատճառով ընկավ, ստության հայրը, ամեն պղծությունների եւ չարիքների խորհրդանիշը, այդ նենք արարածը այսօր Աստծո ժողովրդի դեմ հսկայական պայքար է ծավալել։ Անշուշտ նա պայքարում է նաեւ անհավատ մարդկանց դեմ էլ, բայց քանի որ նրանք արդեն հանձնված են, իրեն են պատկանում, հետեւաբար նրանց վրա շատ ջանք չի գործածում։ Ամեն պայքարը միմիայն Աստծո ժողովրդի դեմ է։ Միակ միջոցը որն է այս պատերազմի մեջ, ինչ անենք։ Ասենք սատանան մեր հակառակորդն է, կանգնենք մնանք։ Աստված առաջարկում է իր սպառազինությունը, որ մենք դա ունենանք։ Կարդում ենք Եփեսացիս 6-րդ գլուխը 10-18 համարները, այս տողերը շատ լավ գիտեք, քանիցս սրանք նաև մեկնել ենք, հիմա կարդանք միասին։ Այլ սրանից հետո եղբայրները զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությունով, ամեն մեկ բառին ուշադրություն դարձնենք։ Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք սատանայի հնարքներին դեմ դնել։ Բնագիր բառը թարգմանությամբ հնարքները, այդ tricks ներկայացված է սատանայի կամքին դեմ դնելու համար։ Վասնզի մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այսինքն մարդկանց դեմ չէ մեր պատերազմը, հապայիշխանությունների, պետությունների հետ եւ այս խավար աշխարհի իշխանների հետ, եկնավորների մեջով չար ոգիների հետ։ Ուրեմն չարի ամբողջ զորքը որպես իշխանություններ եւ պետություններ ներկայացվեց։ Սրանք բոլորը մեր հակառակորդներն են։ Սրա համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք չարության օրը դեմ դնել։ Այս մասին խոսել ենք, որն է այդ չարության օրը։ Ամեն օր չարության օր է։ Ու ամեն բան լրացնելուց հետո հաստատուն կանգնել, ուստի ձեր տեղը կանգնեցեք մեջքենի ճշմարտությամբ ամրացնելով, արդարության զրահ հագնելով եւ որդքերներդ ամրացրեք խաղաղության ավետանի պատրաստությունով եւ ամեն բանի վրա հավատքի վահան առեք, որով կարող պիտի լինեք չարի բոլոր կրակոտ նետերը մարել, ու փրկության սաղավարտ առեք, ու հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, աղոթքով եւ խնդրվածքով ամեն ատեն աղոթ կարեք հոգիով եւ այս բանի վրա հսկեցեք կատարյալ հարատեվությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերի համար։ Ահա մեզ ներկայացվեց ամբողջ սպառազինության կազմը, թե ինչպիսին է այն, իրենից ինչ են ներկայացնում, մեր մարմնի բոլոր անդամները կարող են այդ սպառազինությունը մեր վրա կրել։ Ներկայացվածը հռոմեական զինվորի զինվորական համազգեստն է, զինվորական զինվածությունն է։ Այն ժամանակվա ամենազորավոր զինվորը համարվում էր հռոմեացի զինվորը։ Ոչ միայն ֆիզիկական պատրաստականությամբ, այլ նաև ամենուրեք պատերազմելու կարողությամբ։ Լիներ դա անապատային միտեղ, կամ ասենք լեռնային միտեղ, ամռանը կամ ձմռանը, եւ այս ամենը իրենց համար դիզայն էր արված այնպիսի ձևով, որ նրանք լավագույն արդյունքների էին հասնում։ Ձեր մեջքը ամրացրեք։ Ինչու համար? Որտեղ մեջքը հավասարակշիռ կանգնելու նախապայմանն է, երաշխիքն է։ Եվ գոտին ձեր մեջքը կապեցեք։ Եվ այդ գոտու վրա ուրիշ տարբեր ռազմական
զենքեր էին կախում, որոնք պատերազմի ժամանակ իրենց պետք էր գալիս։ Մեջքետ ամրացրու ինչպես ճշմարտությամբ, եւ ուրիշ բացատրություն չկա սրա համար։ Այդ ինչ ճշմարտություն է։ Հիսուս ասաց ես եմ ճշմարտությունը։ Եթե Հիսուսին քո կյանքիդ մեջ ունես, նա քո մեջքիդ ամրությունն է։ Դու վստահաբար քո ոտքերիդ վրա զորավոր եւ ամուր կարող ես կանգնել։ Արդարության զրահ հագնելով, այս զրահը պաշտպանական մի զենք է, որ ամբողջ կուրծքն է մարդու, կրծքավանդակն է ծածկում եւ կենսական օրգանները այդտեղ են գտնում, չէ՞, սիրտը, թոքերը, աղիքները, երիկամը, լյարդը եւ այլն։ Այս կուրծքը փակված է եւ դա ինչպես ենք մենք վերցանում հոգեորապես արդարությունով։ Մարդկային արդարությունը ինչպիսին է։ Աղտոտ լաթի նման է, բայց մենք Քրիստոսի արդարություն ունեցանք։ Ոչ թե մեր գործերից է այդ արդարությունը գալիս, Քրիստոսի շնորհքի արդյունքն է։ Երկու համարներ կարդամ ձեզ, Հռոմեացիս 3:22-ը։ Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի հավատքից է, որ բոլոր հավատացյալների վրա կլինի։ Եվ առաջի Կորինթացիս 1:30-ը, 1 Corinthians, Քրիստոս մեզ Աստծուց իմաստություն, սրբություն, փրկություն եւ արդարություն եղավ։ Ոչ թե մենք արդար գտնվեցինք, այլ Քրիստոս հավատքով այդ արդարությունը մեզ տվեց։ Անշուշտ, ինչպես տեսնում եք, խորունկ ձևով չենք գնում, այս կապակցությամբ քարոզախոսություն ունենք, հենց վերնագրված Աստծո սպառազինությունը, մանրամասնությամբ այս մասին խոսել ենք, բայց հիմա հակիր ձևով պիտի խոսենք, որովհետև պիտի ուշադրությունը դարձնենք մեր մյուս ախոյանի թշնամու վրա, որ է մեր հին բնությունը, անձը։ 15 համարը հետևյալ ասաց. ու ոտքերնիդ ամրացեք խաղության ավետանի պատրաստությանը։ Ինչպես հասկանանք սա։ Աստծո հետ հաշտությունը, Քրիստոս եղավ մեր հաշտությունը, որ երկուսը մեկ արավ, որ մեջտեղի բաժանող պատը մեր մեջ եւ մեր վրա ունեցած բոլոր մեղքերը քանդվեց այդ պատնեշը եւ մենք մեր եկնավոր հոր հետ ունեցանք այդ հաշտությունը։ Հետևաբար այդ հաշտությունը ունենալով մենք միայն մեզ չպիտի պահենք դա, այդ հաշտության բարի լուրը պիտի տանենք նաև բոլոր մարդկանց ասելով, որ հաշտվեցեք Աստծո հետ Քրիստոսի արյան արժանիքով։ Հաջորդը հավատքի վահանն էր, որ ներկայացվեց, սա էլ Քրիստոսի արյունն է։ Մենք Քրիստոսի արյան տակ ենք, միայն թե եթե այդ արյան տակ մնանք, անհրաժեշտ է որ մնանք, սա վահանն էր զինվորի ձեռքի, վահանը այնպես էր պատրաստված, որ մարդու ամբողջ հասակով մեկ նրան պաշտպանում էր։ Քրիստոսի արյունը ամբողջությամբ մեզ ծածկում է, միայն թե մենք այդ արյան տակ գտնվենք։ Ինչ է նշանակում արյան տակ գտնվել։ Հոգու մեջ գտնվելով այդ արյունը մեզ ծածկած է։ Բայց երբ որ մենք անձի մեջ ենք, երբ որ աշխարհի կյանքի մեջ ենք, այդ արյան տակից դուրս ենք գալիս եւ խոցելի ենք գտնվում սատանայի կողմից։ Փրկության սաղավարտը, սաղավարտ, որ գլխին են դնում, գլուխը ծածկող, պատկերացնում եք, գլուխը որքան կենսական օրգան է, ամենաշատ մահերը գլխից են գալիս, չէ՞, գլխի վիրավորվելուց։ Ուրեմն այդ սաղավարտը պիտի դնենք, սա ինչ է իրենից ներկայացնում, հոգևորապես ինչպես բացատրենք, ինչպես փրկության վստահությունը։ Փրկության վստահությունը։ Այո, նրանք ովքեր որ հոգուց ծնունդ ունեն, փրկության վստահությունը պիտի ունենան։ Եվ սատանայի մեկ գաղափարն է սա, որ ամեն մեղք գործելուց հետո ցանկացած մի մեղքի դեպքում գալիս եւ ասում է, որտեղ վստահ չի հավատացյալը, դու փրկված ես, ինչ գիտես, մեղք գործեցիր, դու չես փրկվելու, եւ վախի ինչպիսի զգացողություն ամեն ժամանակ,
Եվ որքան որ փորձում է ինքը իրեն մեղքից հեռու պահել, այնքան ավելի շատ մեղքերի մեջ է ընկնում։ Որտեւ ինքը վստահ չէ իր փրկության վրա։ Ինքը այդ միջոցով է ուզում փրկություն ստանալ։ Բայց նա որ մեր մեջ բարի գործ սկսեց, միջև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարի։ Թեսաղոնիկեցիներին գրած նամակում, առաջի Թեսաղոնիկեցիս 5-ից 8 համարներում, First Thessalonians, կարդում ենք. Բայց մենք, որովհետև ցերեկվանն ենք, զգաստ լինենք եւ հավատքի եւ սիրո զրահը մեր վրա հագնենք ու փրկության հույսի սաղավարտը մեր գլուխը դնենք, վասնզի Աստված մեզ բարկության համար չորոշեց, այսինքն դատապարտության, հապա փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, որ մեզ համար մեռավ, որպեսզի թե արթուն լինենք եւ թե քնենք, իր հետ լինենք ու ապրենք հավիտյան։ Հիսուս հոգած այդ ամենը։ Մնում է, որ մենք արթուն եւ զգաստ գտնվենք եւ այս գիտակցությունը ունենանք, որ մեր փրկությունը Քրիստոսի մեջ է։ Մենք մեր մարդկային ջանքերով չպիտի փորձենք փրկվելու։ Փրկությունը եղած է, հիմա մենք պիտի ջանանք հավատքի կյանք ապրենք, այո, մեղքի դեմ զորավոր պայքար մղելով։ Ոչ թե այդ մեղքի դեմ մղելով է, որ պիտի փրկվենք, այլ քանի որ փրկված ենք, մեղքի դեմ պիտի պայքարենք։ Հոգուս սուրը ձեր քարեք, որ է Աստծո խոսքը, միակ զենքն է, որ ոչ միայն պաշտպանության համար է, այլ նաև հարձակման համար է, եւ Տեր Հիսուսի օրինակը լավագույնն է այդ կապակցությամբ, անապատային փորձության գնաց Տեր Հիսուս, հոգին նրան առաջնորդեց եւ սատանայի կողմից պիտի փորձվեր եւ սատանան ինչպես մոտեցավ Տեր Հիսուսին։ Աստծո խոսքով գրված է, որ եթե այս բարդությունից քեզ գցես, Աստծո հրեշտակները քեզ պիտի իրենց ձեռքերի վրա վերցնեն, որպեսզի չվնասվես, եւ Տեր Հիսուս ինչպիսի պատասխաններ տվեց, միայն խոսքի միջոցով, անգամ չասած, իմ իշխանությամբ այսպես ու այնպես, ասած գրված է, Աստծո խոսք ունի այդ զորությունը, այդպես պայքարեց, սա էլ հանդիսանում է հոգուս սուրը։ Եթե կարդանք Եբրայեցիս 4 գլուխ 12-13 համարները, Հիբրու, վասնզի Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ եւ ամեն եկսայրի սրից կտրուկ, որ թափանցում է միջև շունչը, հոգին, հոդվածներն ու ծուծը եւ քննում է սրտի խորհուրդները ու մտածումները, չկարարած նրա դեմ, որ չերև նա, հապա ամեն մեկը բաց ու հայտնի է նրա աչքերի առջև, ում պիտի տրվի մեր կյանքի հաշիվը։ Աստծո խոսքը զորավոր մի ռենտգեն է, որ այդպիսին անգամ աշխարհի մեջ չկա, որ թափանցում է մարդու անգամ խորհուրդների կենտրոնը եւ Աստծո առջև ամեն բան բաց ու հայտնի է, որևէ բան չես կարող ծածուկ պահել։ Եվ այս ամենի վրա ամբողջացնողը աղոթքն է։ Աղոթք արեք Սուրբ Հոգով։ Ինչ է սա նշանակում։ Տարբեր մեկնաբանություններ են տալիս սրան, բայց միակ ճշմարիտ մեկնաբանությունը հետևյալն է։ Աղոթքի հեղինակը Սուրբ Հոգին է, եւ Սուրբ Հոգին աղոթում է Աստծո կամքի համաձայն։ Այն բոլոր աղոթքները, որոնք Աստծո կամքի համաձայն են, դրանք են, որ ընդունելի են։ Իսկ Աստծո կամքի համաձայն աղոթքները հետևյալ սկզբունքը ունեն. Առաջ հոգևորը, հետո մարմնավորը։ Եվ Տեր ասաց, դուք Աստծո թագավորությունը խնդրեցեք եւ ամեն բաները ձեզ պիտի տրվեն։ Կա նաեւ անձի աղոթք։ Անձի աղոթքը միմիայն անձնակենտրոն աղոթք է։ Եվ Աստված նրանց համար մի բարերար է, որ ինչ որ խնդրեն, Աստված իր մեծ վերհաուզներից պիտի հանի եւ անմիջապես նրանց պիտի տա։ Տեր Աստված այս տուր, այն տուր, անգամ անհավատ մարդիկ իրենց բարօրության համար աղոթք են անում։ Աստծուց խնդրեցի, իմ Աստվածս ոչ մի բան ինձ չի մերժել։
Աստուն ճանաչում ես, անգամ Քրիստոսին չգիտի, բայց իրեն ամեն բան տրվել է։ Ով է տվել դրանք։ Տվել է միազնավորություն, որ քեզ խաբել է, եւ դրանով այդպես տանում է քեզ քննացնելով, մի օր աչքերդ պիտի բացես այնտեղ, որ երբեք չէիր ուզենա գնալ։ Հսկեցեք կատարյալ հարատևությամբ, արթուն, զգոն, զգաստ, սատանային հակառակեցեք, եւ նա ձեզանից պիտի փախչի։ Զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությունով։ Այս զորությունը, այս կարողությունը որքան է։ Անչափելի է, չէ՞։ Տրված է մեզ, մենք գործածենք, մնում է գործածենք։ Սերներ, այս ամեն ինչ որ բերեցինք, մեթոդաբանություն է, թեորիա է։ Աստծո կողմից մեզ տրված է։ Բայց Աստված սպասում է, որ չարի դեմ ունեցած մեր պայքարը լինի գործնական քայլերի վրա հիմնված։ Միայն չիմանանք ու անցնենք գնանք, այլ իմանալով հանդերձ դրանք ի գործ դնենք մեր կյանքերի մեջ։ Չարի դեմ պայքարով մեր հոգևոր պատերազմը չի վերջանում։ Նաև երկրորդ կողմը կա, սա ներքին պայքարն է, սատանայի դեմ եղած պայքարը արտաքինն էր։ Ներքին պայքարը մեր անձի հետ է։ Որքան էլ որ զարմանալի է թվում, այդպես է։ Մեր հին բնության դեմ է։ Մեր անձը, հին բնությունը սատանայի գործակալն է։ Նրա հետ գործակցում է, հետևաբար Տերը մեզ կանչեց, որ նաև այդ պատերազմը ունենանք։ Այդ թշնամությունը արտահայտվում է կատաղի պայքարով։ Պողոս առաքյալը անձնապես այդ փորձառությունը ունեցավ եւ Հռոմեացիս 7-րդ գլխում այդ մասին գրում է. Մենք սերտողության ժամանակ Հռոմեացիս թղթի խորությամբ այս մասին խոսել ենք, բայց կարդանք 18-ից 25 համարները։ Քանզի գիտեմ, որ իմ ներսիդիս, այսինքն իմ մարմնիս մեջ բարի բան չի բնակվում։ Վասնզի կամ մեծողություն կամ մոտս, բայց բարին ի գործ դնել չեմ կարողանում։ Քանզի ոչ թե բարին, որ կուզեմ, այն կնեմ, հապա չարը, որ չեմ ուզում, զայն կնեմ։ Իսկ եթե չուզածս բանը կնեմ, այլ ոչ թե ես, հապա մեղքը, որ իմ ներսիդիս բնակած է։ Հին բնությունը միշտ ուզում է գլուխ բարձրացնել, միշտ պայքարում է։ Ուստի ես կգտնեմ մի օրենք, որ երբ բարին ընել կամենամ, չարիմ քովս կլա, վասնզի իմ ներսի մարդին նայելով Աստծո օրենքին կհավանեմ, բայց ուրիշ օրենք կտեսնեմ իմ անդամներից մեջ, որ մտքիս օրենքի դեմ կպատերազմի եւ ինձ գերի կնե մեղքի օրենքին, որ իմ անդամներից մեջ է։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով պիտի ինձ ազատի այս մահկանացու մարմնից, բայց գոհություն Աստծո, որ ինձ հաղթություն կտա Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն ես ինքս մտքով Աստծո օրենքին կծառայեմ ու մարմնով մեղքի օրենքին։ Այս պայքարը տեսավ եւ գեղեցիկ ձևով ներկայացրեց, այդ պայքարը մենք էլ պիտի տեսնենք մեր անձնական օրինակով։ Ինչ խղճալի մարդ եմ ես։ Պողոս առաքյալը այդպես ներկայացրեց իր վիճակը, սակայն հաղթությունը Քրիստոսի մեջ է։ Ուրեմն ինչ միջոցներ գործածենք մեր անձի դեմ պայքարելու համար։ Զորավոր միջոցներից մեկը հետևյալն է։ Հին բնությունը սովամահանենք, չկերակրենք։ Հասկանում եք, որ խոսքը նյութական կերակուրի մասին չէ, այլ անձի փափագները, ցանկությունները չկատարենք, սովամահ թող լինի, գործառությունից դուրս գա։ Այլապես, եթե կերակրվի, լավ էլ կփարթավանա ու զորավոր ձևով էլ կպայքարի։ Ուրեմն պայքարենք հին բնության դեմ։ Հին բնությունը սիրում է աշխարհը, աշխարհասեր է։ Երբ որ աշխարհ ասում ենք, երբևէ բնությունը չհասկանանք։ Այն ինչ որ Տիրոջ ձեռագործն է, գեղեցիկ լեռները, լճերը եւ այն ինչ որ մենք տեսնում ենք։ Այդ բնությունը մենք սիրում ենք, որովհետեւ մեր Տիրոջ ձեռագործն է։ Բայց երբ որ ասում ենք աշխարհ, սա նշանակում է սատանայի գծած ճանապարհը, նրա հաստատած կանոնները, մենք դա չսիրենք, որովհետև Աստված
չի սիրում աշխարհասիրությունը, այն ինչ որ իր զավակները կարող են այդ բանի մեջ լինել։ Հետևաբար, հին մարդու սնուցման աղբյուրը փակ ենք, այդ ծորանը, այդ փականը միջև վերջ ձգենք, որ նրան ոչինչ չհասնի։ Հովհաննես առաքյալը այդ աշխարհասիրության վերաբերյալ հետևյալն է գրում. Առաջի Հովանու 2-րդ գլուխ 15-17 համարները։ Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է, եթե մեկ աշխարհը կսիրի, նրան ներսիդին հոր սերը չկա։ Աշխարհը սիրում ես, չես ապացուցում, որ Աստծո սերը քո մեջ տունես։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի անբարտավանությունը հորից չէ, հապա այս աշխարհից է, ուրեմն ումից է, սատանայից է։ Աշխարհն ալ կանցնի, նրա ցանկությունն էլ, բայց նա որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան պիտի մնա։ Աշխարհասեր հավատացյալ, անհարիր է, հավատացյալ անվանը անհարիր է աշխարհասեր լինելը։ Գիշերային ակումբներ այցելել, հավատացյալ եմ, Հիսուսին հավատում եմ, փառք Աստծո, հավիտենական կյանքին, մեռելների հարության։ Գիշերային ակումբներ, խաղատներ, փնտրել ամեն տեսակ հավաքույթներ, փարթիներ, որի մեջ զվարճություն կա։ Էլ ինչ էր, շատ ու շատ բաներ։ Աստծո առջև ինչպես պիտի կանգնես այդ պարագային, եւ դու ասում ես, որ դու հավատացյալ ես։ Հազարավոր այդպիսի բաներ կան, ընդամենը մի քանիսը նշեցինք։ Խիստ դատապարտող խոսք է ասում Հակոբոս առաքյալը, Հակոբոս 4:4-ը, Ջեյմս։ Այս աշխարհի սերը Աստծո դեմ թշնամություն է։ Չի ասում հակառակ է, ասում է թշնամություն է։ Ուստի ով որ կուզի աշխարհին բարեկամ լինել, ինքը իրեն Աստծուն թշնամի է անում, ինչ խիստ խոսք է գրված։ Բայց այո, մեզանից ամեն մեկին վերաբերում է այս խոսքը։ Եթե աշխարհն է սիրում, Աստծո դեմ թշնամի ես դուրս գալիս։ Ուրիշ ինչ միջոցներ գործածենք մեր հին բնության դեմ պայքարելու համար։ Հռոմեացիս 12-րդ գլխում կարդում ենք առաջի երկու համարները։ Պողոս առաքյալը այսպես է գրում. Արդ կաղաչեմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհը Սուրբ Աստծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը, եւ մի կերպարանիք այս աշխարհի կերպարանքով, հապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեք, որպիսի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Ահա զորավոր մի միջոց մեր հին բնության դեմ պայքարելու համար։ Եվ այստեղ նշված, ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ։ Այստեղ բնագրային գրվածը ճշգրտությամբ մեզ հետևյալն է գալիս, ոչ թե սոմա մարմինը, այլ փսիխի անձը, ձեր անձերը ընծայեք որպես զոհ, բայց քանի որ մեր այս մարմինի մեջ է ապրում, այդ ձևով է ներկայացված։ Եվ նաև մի կերպարանիք, այսինքն այդ ֆորմը մի ընդունեք, կերպարանք աշխարհի մի ընդունեք, ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, renewing your minds։ Ուրիշ կերպ այլակերպվեք եւ այդպես պիտի հասկանաք, թե որն է Աստծո կամքը։ Պողոս առաքյալը գրում է. ես աշխարհին մեռած եմ, աշխարհն էլ ինձ։ Ինչ է սա նշանակում։ Աշխարհի մեջ, աշխարհից դուրս, աշխարհի ցանկություններից, անձի մեղանչական ցանկություններից հեռացած։ Ահա մեզ հավատացյալներից ձեռնոց կան նետված աշխարհի կողմից, աշխարհը քաշող հատկություն ունի, իր մեջ է ձգում։ Մենք պիտի ջանանք դուրս գտնվել դրանից։ Հռոմեացիներին գրված նույն նամակում 6-րդ գլխի 11-ից 13 համարներում կարդում ենք. Այսպես դուք ձեր անձերը մեղքի մեռած սեպեցեք, բայց Աստծո կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուստիալ մեղքը թող չթակավորե ձեր մահկանացու մարմնի վրա,
որ նրա ցանկություններին հնազանդեք։ Եվ ձեր անդամները մեղքի մին ծայեք անիրավության գործիք լինելու, հապա ձեր անձերը Աստծուն ծայեցեք, որպես թե մեռելներից ողջացած, եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստծո։ Ուրեմն պայքարը մեղքի դեմ պիտի շարունակվի, դա մեր սուրբ կոչումն է, սրբության կյանքն է, եւ մենք պիտի պայքարենք դրա համար։ Մեր հին բնությանը դա որքան հարազատ է, մեղքը, սակայն նոր բնությունը հակառակ է դրան, հոգու զորությամբ Աստծո խոսքի միջոցով մենք պիտի մեղանչական բնության դեմ պայքարենք։ Ոմանք կասկածամտորեն են վերաբերում այս գաղափարներին, ասելով, որ որքան իրագործելի են այդ բաները։ Պողոս առաքյալը գրեց, ինչ է կարծում, իրագործելի է թե ոչ։ Եթե իրագործելի չլներ, Աստված չպիտի արտոներ, որ այս տողերը գրվեր, եթե Պողոս ինքը իր կյանքի մեջ իրագործած չլներ, Աստված թույլ չպիտի տար նրան անձնապես գրելու, իսկ Պողոս առաքյալը գրելուց հետո խոտելի չգտնվեց։ Ես աշխարհին խաչ ելած եմ, աշխարհն էլ ինձ, այսինքն մեռած է այդ ամեն բաների համար ինքը։ Գաղատացիներին գրած նամակում 2 գլուխ 20 համար Քրիստոսի հետ խաչ ելա, եւ այլ կենթանի եմ ոչ թե ես Քրիստոս կենթանի իմ մեջս։ Սա խորունկ վարդապետական մի ճշմարտություն, հասկացողություն է։ Ըստ արձանագրված իրողության, Հռոմեացիս 6:6։ Այս իմանանք, որ մեր հին մարդը, այսինքն Ադամը, հին բնությունը, Հիսուսի հետ խաչվեց։ Դա արդեն 2000 տարի առաջ տեղի ունեցած դեպք է, որ մեղավոր մարմինը փչանա, այսինքն անձը գործառությունից դուրս գա, որպեսզի սրանից հետո մեղքին չծառայենք։ Սա փաստ է, մեզ ներկայացված Աստծո կողմից, եւ Աստված ուզում է այս փաստը ունենալով մենք այն գործնական կյանքի վերածենք։ Եթե ուզում եք իմանալ, սա հրաման է մեզ տրված։ Ոչ թե մի պատվիրան, որ ասենք դե լավ, այդ պատվիրանն էլ չկատարեցինք, սա հրաման է, եւ սա շատ լուրջ մի բան է։ Մեր հին բնության դեմ պայքարելու կանչված ենք սերներ։ Այս նյութը, որ սերտում էի, ազնապես զգացի, որ բարդ նյութ է, բայց պիտի ջանանք հասկանալ իրողությունը եւ պրպտում էի, որ հավելյալ համարներ ձեզ բերեմ ավելի հասկանալի լինելու համար։ Կարդանք եւս մի քանի համարներ առաջի Կորինթացիս 9 գլուխ 24 եւ 27 համարները միջև։ Չգիտեք, թե ասպարեզի մեջ վազողները իրավ ամենքը կվազեն, բայց մեկը կառնե մրցանակը։ Այնպես վազեցեք, որ հասնեք։ Ամեն ով որ կմրցի, ամեն բանի մեջ չափավորություն կպահե։ Նրանք եղծաների պսակ առնելու համար, ովքեր որ մարաթոնյան վազքն են վազում, եւ մենք անեղծանելին։ Ուստի ես կվազեմ ոչ թե անստույգությամբ, ես բռնամարտություն կնեմ, ոչ թե հովը ծեծելով, այսինքն պարապտեղը չի այդ իմ վազքս, բայց իմ մարմինս կճնշեմ ու կնվաճեմ, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս խոտելի գտնվեմ։ Իմ մարմինս կնվաճեմ նշանակում է իմ հին անձիս վրա հաղթանակ կարող եմ տանել։ Մարմինը այդ հին բնության գործադրությունն է կատարում։ Հին բնությունը ինչ որ հրամայում է, մարմինը կատարում է։ Ուրեմն պայքարի գործնական օրինակ, Պողոս առաքյալի օրինակը, ինքն էլ մեր նման մահկանացու մի անձնավորություն էր, բայց կարողացավ իր կյանքի մեջ այս հաղթական ընթացքը ունենալ։ Իր ուղեցույցը, իր ընթացքը մեկը միշտ որոշած էր, որ հաստատուն ձևով մինչև վերջ այդ ձևով պիտի ինքը գնա, եւ Տերը իրեն այդ շնորհքը տվեց, անշուշտ, որովհետև ինքը շատ պատրաստակամ էր։ Ինքը իր անձը նվիրել էր Տիրոջը եւ Տերը նրան այդ զորությունը տվեց։ Տիմոթեոսին Պողոս առաքյալը հետևյալն է գրում. Պատերազմի հավատքի բարի պատերազմը եւ բռնի հավիտենական կյանքը մեզ էլ է այդ խոսքը վերաբերում։ Պատերազմենք հավատքի բարի պատերազմը, երկու ախոյան ունենք, սատանան եւ նրա գործակալը, մեր հին բնությունը, մենք երկուսի դեմ էլ պիտի պատերազմենք։ Երկրորդ գրած նամակի մեջ Տիմոթեոսին Պողոս առաքյալը
իր անձնական օրինակն է եւս բերում, արդեն զոհ լինելու նվիրված եմ։ Ու իմ մեկնելու ժամանակս հասել է։ Տերը իրեն ներշնչել էր, ինքը տեսնում էր եկեղեցական անշուշտ պատմությունն է սա ասում, որ Պողոս առաքյալի վիզը կտրել են, գլխատել են նրան եւ մինչեւ վերջին վարքյան նրա շրթունքները Հիսուս էր դավանում։ Բարի պատերազմը պատերազմեցի։ Սա է բարի պատերազմը։ Չարի դեմ ունեցած մեր պատերազմը։ Երկու ճակատով, սատանայի եւ իր անձի դեմ։ Ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, սրանց հետո ինձ կա ու կմնա արդարության պսակը, որ արդար Տերը պիտի տա ոչ միայն Պողոսին, այլ բոլոր նրանց, ովքեր որ Տիրոջ երկրորդ գալուստը կսիրեն, այսինքն այդ գալուստով մեր այս պատերազմական վիճակը պիտի վերջանա։ Ուրեմն Պողոս առաքյալի վախճանը ինչպիսին է այս պատերազմի մեջ հաղթական մի վիճակ։ Չմոռանանք, եսի դեմ պայքարի համար Տեր Հիսուս հետևյալ ասաց. ով որ իր անձը չուրանա ու իմ ետևից չգա, ինձ արժանի չէ։ Ուրեմն անձի ուրացում կա։ Ինչ է նշանակում անձ ուրանալ։ Անձի ցանկությունները մեկդի անել։ Անձի ցանկություններից հեռու մնալ եւ Տիրոջը հետևել կյանքի ամբողջ ընթացքում։ Առաջադրված մեր այս նյութը, որ քննում ենք, դրա հիանալի մի լուծում էլ Գաղատացիս 5-րդ գլխում է գրված։ Կարդանք Գաղատացիս 5-րդ գլուխ 16-17 համարները։ Միայն թե սա կսեմ, հոգիով գնացեք եւ մարմնի ցանկությունները պիտի չկատարեք։ Բնագիրը sinful nature, այսինքն չար բնությունը, մեղավոր բնությունը։ Վասնզի մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմինին հակառակ եւ սրանք իրար հակառակ են, որ չլինի թե ինչ որ ուզեք այն անեք, բայց եթե հոգիով առաջնորդվեք, այլ օրենքի տակ չեք։ Ուրեմն մեր գլխավոր նպատակը Սուրբ հոգով առաջնորդվելն է։ Ինչպես Տեր Աստված Երանի այդ զորությունը մեզ տաս, որ 24 ժամ մենք այդ հոգու ազդեցության տակ լինենք եւ հոգիով առաջնորդվենք։ Ցավոք սրտի այդ կարելությունը չկա, որտեվ հին բնությունը միշտ ուզում է ինքն էլ ցցուն երևա, արտահայտվի այս կյանքի մեջ, ուրեմն մենք պայքարի ենք կանչված հին բնության դեմ։ Հոգու մեջ մնանք, ինչպես խոսքի մեջ, Հիսուս ասաց, դուք իմ մեջ, ես ձեր մեջ։ Երբ որ խոսքի մեջ ենք, պատվիրանների մեջ ենք, մանավանդ դրանք գործադրության դնելու մեջ ենք, այդ ժամանակ է, որ համարվում է մենք հոգու մեջ ենք։ Ուրեմն պայքարը երկու ճակատով է, ամփոփենք սիրելներ, ամփոփենք այսօրվա նյութը։ Թշնամին քանիսն է? Երկուսը։ Ունենք երկու հակառակորդ։ Ունենք երկու պայքար։ Թշնամին զորավոր է։ Մենք դա պիտի գիտակցենք, չասենք սատանան ով է։ Սատանան շատ զորավոր է, սատանան շատ խորամանկ է, սատանայի հնարքները տարբեր են։ Իմանանք եւ պայքարենք երկու ճակատով։ Ուրեմն քանի պայքար ունենք? Երկու պայքար։ Ուրեմն ինչպես ավարտենք այսօրվա նյութը։ Պայքար միջև մեր կյանքի վերջ։ Տերը թող մեր շնորհք տա այս բանի մեջ, հավիտենականության մեջ այդ պայքարը չկա, այս կյանքի մեջ է, հետևաբար պայքարը հաղթությամբ ավարտենք, չլինի այնպես, որ երբ որ Տիրոջ առջև հայտնվենք, մենք շատ բաների մեջ ամոթով մնանք, բարի ու հավատարիմ ծառա, դու այս հավատքի պատերազմը մղեցիր, գործակցեցիր ինձ հետ եւ ես քեզ հաղթանակ շնորհեցի, Տերը թող մեզ զորացնի, մեզ այնց ամեն մեկին, որ Աստծո ամեն մեկ զավակը, անգամ ամենատկար իրեն կարծողը այս պատերազմի մեջ կարողանա կենալ եւ հաղթական վախճան ունենալ։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։
հոգին է մեր մեջ, սրտան սիրել պաշտում է, իր հոգին է մեր մեջ, ալելույա, 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 իր հոգին է մեր մեջ, Տերն է մեր հովիվը, իր հոգին է մեր մեջ, նա մեզ միշտ պահպանում է, իր հոգին է մեր մեջ, արժանի է նա հարգի, իր հոգին է մեր մեջ, իր սուրբ հոգու զորությամբ, իր հոգին է մեր մեջ, ալելույա, 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 իր հոգին է մեր մեջ, նա է ճշմարիտ ճամփա, իր հոգին է մեր մեջ, ուր որ առաջնորդում է, իր հոգին է մեր մեջ, արժանի է գոհության, իր հոգին է մեր մեջ, իր անունը մեծարենք, իր հոգին է մեր մեջ, ալելույա, 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 սուրբ հոգին է մեր մեջ, երբ կյանքի ծովում վրա փոթոր կահույց, որից թե այլևս հարած է ամենուց, տվեր մի արմին քո մեծ հորդություն է, որ հիանաս ինչեր հրած է քեզ հետ, տվեր մի արմի օրհնություն է, նոր տեսնես թե ինչ հրած է դեր, մեկիկ, հիշե բարիքներ, որ հիանաս ինչեր հրած է քեզ հետ, բազմաչարչար ոտքերում ես ծանրաբեր, թե խաչին լուծը կրել է ներս հոգնել, տվեր մի արմի օրհնություններ բոլոր, որ կյանքը դնաս ձևան երկան է նոր, տվեր մի արմի օրհնություններ, որ տեսնես թե ինչ հրած է դեր, մեկիկ, հիշե բարիքներ, որ հիանաս ինչեր հրած է քեզ դեր, ի վհատիր փորձության